Ղազինյան, լավ, ի վերջո նոր խորհրդարան, նոր անելիքներ, դուք էլ ասում եք, որ փոխելու եք այս իրավիճակը, ինչպես եք հնարավոր համարում այս փոփոխությունները, երբ Փաշինյանը շարունակում է մեկուսացնել ընդդիմադիր առաջնորդներին, տեսնում եք Ծառուկյանի հետ ինչ է անում, հեցի ճանապարհով Արարատ ցեմենտն է գնում եւ այլն, եւ ասում են, որ ներդրումների տնտեսական առհասարակ կառուցվածքն են փոխում Հայաստանում արտաքին քաղաքականության միջամտությամբ նաեւ։ Այս պարագայում ինչ կարող եք անել դուք եւ ձեր խորհրդարանը նոր։ Մի բառով ասեմ, ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ, չեմ կարողանում, ունեմ որոշակի մտքեր, բայց թույլ տվեք այս բանը չարտահայտեմ, ասում եմ, ցենց շատ ուղղակի դիտավորությամբ, ոնց որ ասում թշնամություն անեն այս երկրի նկատմամբ, եւ մեր ուժի, մեր առաջնորդի ունեցվածքի նկատմամբ տեսակ, չնայած իր, այսպես ասած, ոչ եթերային վեճը չէր, եւ պարոն Ծառուկյանի հետ կապված այդ գետին տապալելը ես ինչքան որ ապրել եմ, ինչքան որ այսպես փողոցում լավ առումով եղել եմ, ես այսպիսի հաղթող չեմ տեսել։ Ես այսպիսի անպատասխանություն չեմ տեսել։ Իրենք իմ կարծիքով ամենաթույլն են։ Ճիշտ է, ունեն ուժային մարմիններ, ճիշտ է, ես չեմ կարող, գիտեք, այդ գործիքները փչանում են իրենց մոտ արդեն։ Չկա, հավատացած եղեք, ես նստել եմ Երևան կենտրոնում, որը հանդիսանում է ամենախիստ, այսպես կալանավայրը։ Հավատացած եղեք, եթե մարդը չի արել ոչ մի բան եւ համոզված է իր գաղափարների մեջ անդավաճան լինելու մեջ, շատ հեշտ է, հավատացած եղեք։ Պարոն Ղազինյան, սպասում է, որ դատախազը միջնորդությամբ հաստատ դիմելու է ազգային ժողով։ Մի քիչ դուրս է կլնենք, էլի գնանք, հաստատ չանի իհարկե, բայց որ գնացինք, էլ ինչ անենք։ Պատրաստ եք։ Իհարկե, հիմա պատրաստ չի, հիմա էլի պատրաստ։ Շնորհակալ եմ, որ եկաք։